Բարի երեկո սիրելի հետևորդներ, եթերում խոտաբույսերի շքերթ հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք խատուտիկ դեղաբույսի մասին։ Խատուտիկը որպես դեղաբույս Հայաստանի Հանրապետությունում բավականին լայն տարածում ունի։ Ունի նաև մի շարք հայկական տարանուններ, սակայն ամենատարածված եւ ամենաշատ կիրառվող անվանումը հենց խատուտիկն է։ Եվ այդ իսկ պատճառով, եթե ուրիշ անունով իր անվանումով փորձեք դիմել կամ որևէ մեկից խնդրել տվյալ դեղաբույսը, հնարավոր է որ ձեզ սխալ հասկանա։ Իմացած եղեք, որ խատուտիկի ամենատարածված անվանումը հենց իր անվանումն է, չհաշված հայկական տարանունները։ Արմատը, սիրելի հետևորդներ, իր մեջ պարունակում է 40% ինուլին, 3% կաուչուկ, իսկ մնացածը դեղաբույսում արդեն պարունակվում են կալիումական եւ կալցիումական աղեր։ Տերևները իրենց մեջ պարունակում են ճարպ, պարունակում են նաև վիտամին A, B1, B2, C եւ PP վիտամիններ, պարունակում են նաև խոլին, թիրոզին, ինչպես նաև քիմիական տարրերից երկաթ, մանգան եւ ֆոսֆոր։ Ինչպես մեր հայկական մնացած դեղաբույսերը, խատուտիկը նույնպես ունեն կիրառման հին պատմություն։ Դեռևս Թեոֆրաստի ժամանակներում հենց ինքը Թեոֆրաստը բույսն առաջարկել է օգտագործել պեպենների եւ դեմքի մուգ բծերի դեմ, իսկ Ավիցեննան առաջարկել է որպեսզի դեղաբույսը օգտագործեն կարիճի խայտոցի դեպքում։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ խատուտիկի բուսահյութը ընդունված է եղել որպես իրեն անվանել կենսատու ըմպելիք, ինչու, որովհետև հատկություն է ունեցել, որ կարողանում է արյունը մաքրել։ Բուլղարիայում արդի ժամանակներում այս դեղաբույսը օգտագործում են աչքերի, մաշկի, լյարդի լեղապարկի, ստամոքսի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև թութքի եւ փորկապության ժամանակ։ Գերմանիայում այս բույսը օգտագործվում է երիկամների, լյարդի լեղապարկի, երիկամաքարային հիվանդությունը բուժելու նպատակով։ Լեհաստանում այս դեղաբույսը օգտագործվում է մարմնի թուլության, վատ ախորժակի ու շնչուղիների տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ։ Այս դեղաբույսը նաև լայն ճանաչում ունի Ֆրանսիայում։ Այստեղ այն կիրառվում է խոլեստերինի քանակը արյան մեջ իջեցնելու նպատակով, այսինքն կիրառվում է աթերոսկլերոզի ժամանակ։ Ներկայիս ժամանակներում մեր երկրում այս դեղաբույսը բժիշկների կողմից, ժողովրդական բժիշկների կողմից խորհուրդ է տրվում ընդունել օրական 50-ից 100 գրամ օրգանիզմը մաքրելու, տոնուսավորելու, ինչպես նաև միզամուղ հատկությունով օժտված լինելու դեպքում։ Իհարկե, սիրելի հետևորդներ, սա ոչ բոլորին է ցուցված, սա ցուցված է այն անձանց, ովքեր ունեն ցիտածս խնդիրներ, այսինքն չի կարելի որպեսզի առողջ մարդը վերցնի ու խմի նշածս չափաբաժինը, որովհետև համ իմաստ չկա, համ էլ կարծում եմ առողջ մարդուն որևէ դեղորայք կամ դեղաբույս կարիքը չկա ընդունելու։ Եվ վերջում, սիրելի հետևորդներ, Միջին Ասիայի երկրներում այս դեղաբույսը կիրառվում է սակավ արյունության ժամանակ, ինչպես նաև երկաթ դեֆիցիտային անեմիան բուժելու նպատակով, բայց ելի բժշկի ցուցումով։ Սիրելի հետևորդներ, այսօրվա հաղորդումը ավարտելով ուզում եմ շատ կարևոր բան ասել ձեզ կապված ալիքի գործունեության հետ։ Դեղորայքային տեղեկատու հաղորդաշարը ներկա պահին դադար է, որովհետև ես հավաքում եմ նոր նյութեր, որպեսզի ներկայացնեմ ձեզ։ Կապված դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի հետ, սիրելի հետևորդներ, ինձ շատերը դեղերի անվանումներ են գրում, որոնց մասին ուզում են ստանալ ինֆորմացիա, բայց դեղեր կան, որոնց մասին ես չեմ նկարահանելու տեսանյութ, որովհետև դրանք բաց են թողնվում բացառապես բժշկի ցուցումով եւ ինչ նկատառումներից ելնելով կներեք, որ չեմ բացում ճակերտները, որովհետև դա կոնֆիդենցիալ է, չի կարելի ամեն ինչի մասին ինտերնետով օնլայն հարթակում խոսել, հատկապես այնպիսի դեղերի, որոնք սխալ կիրառման դեպքում իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում։ Իհարկե իմ ալիքը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե ինչ-որ մեկը առավոտյան քնից արթնանա եւ որոշի, որ ինքը պետք է խմի, ենթադրենք այնպիսի դեղ, որը բաց է թողնվում դեղատոմսով, բժշկի շեշտում եմ։ Այստեղ ոչ ես եմ մեղավոր, ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ մեր ալիքը կրում է որևէ պատասխանատվություն, որովհետեւ YouTube-ը բաց դաշտ է, ազատ դաշտ է, YouTube-ում կարող են խոսել բոլորը, կարող են խոսել ամեն ինչի մասին, բայց քանի որ սա բժշկական ոլորտ է, բաներ կան, որոնք չի կարելի հեռարձակել եթերի միջոցով։ Օրինակ հոգեմետ դեղերի մասին ես երբեք տեսանյութ չեմ նկարահանի։
ինչ-ինչ նկատառումներից ելնելով սիրելի հետևորդներ։ Սա դեղորայքային տեղեկատուի հետ կապված։ Մի քանի հաղորդում հետո մենք կրկին հանդիպելու ենք դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում խոսելու ենք արդեն ուրիշ դեղաբանական խմբերի մասին։ Էսթետիկ բժշկության կոսմետոլոգիայի մասին հաղորդաշարը նույնպես շարունակվելու է եթեր հեռարձակվել։ Այնտեղ նույնպես ժամանակավոր դադար եմ ես վերցրել, որովհետև հավաքում եմ նյութեր։ Եվ վերջում մի կարևոր բան էլ ասեմ, սիրելի հետևորդներ, իմ միակ աշխատանքը YouTube-ով զբաղվելը չէ։ Ես YouTube-ից բացի զբաղվում եմ եւս երկու կարևոր աշխատանքներով, երկուսն էլ մասնագիտական։ Այսինքն ես ամբողջ օրը չեմ տրամադրում YouTube-ին, չեմ էլ կարող տրամադրել ծանրաբեռնված գրաֆիկ ունենալու պատճառով։ Շաբաթը 6 օր ես աշխատում եմ, առավոտվա 7-ից 7:30-ից մինչև երեկոյան 21:22:00-ն։ Դրա համար իմացած եղեք, ինչն է պատճառը, որ ես ամեն օր տեսանյութ չեմ հեռարձակում եթերով։ Նախ ամեն օր պետք չէ հանդես գալ, որովհետև մարդիկ կհոգնեն անընդհատ ինձ նայելով ու լսելով, ու չի կարելի հետևորդների, բաժանորդների, հանրության աչքը չի կարելի անընդհատ ոնց որ այսպես ասած հոգնածնել նույն մարդը, նույն մարդը։ Մեկ պետք է դադար վերցնել, որպեսզի մարդիկ էլ մի քիչ էլ ուրիշ բաներ դիտեն։ Դա է պատճառը, որ ես ամեն օր տեսանյութ չեմ նկարահանում, թե չէ հավատացած եղեք, տեսանյութ նկարահանելը ինձ համար եւ մոնտաժ անելը ու տեղադրելը YouTube-ում 2-3 ժամվա պատմություն է ընդամենը, բայց ինչու ես ամեն օր չեմ անում, որովհետև նախ պետք է տեղադրած տեսանյութերը հավաքեն այնքան դիտում, որքան որ ակնկալվում է եւ սպասվում է, իսկ եթե ես ամեն օրը մի քանի անգամ տեսանյութ տեղադրեմ այս ալգորիթմով, որով որ հիմա աշխատում է իմ ալիքը, ես կունենամ դիտումների քանակի պակաս։ Իմացած եղեք սիրելի հետևորդներ, մենք եթե հանդիպում ենք շաբաթը 2 կամ 3 անգամ, սա լրիվ նորմալ է։ Լավ մնացեք սիրելի հետևորդներ, կհանդիպենք արդեն մի քանի օրից։ Շնորհակալություն։